Պաշտպանության նախարարության ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալները 2015-ին բանակում մահացությունների դեպքերի վերաբերյալ տարբեր են։ Գրասենյակի վերջին զեկույցում նշվում է, որ 2015-ին բանակում զոհվել է 76 զինծառայող, 41-ը հրադադարի խախտման հետևանքով։ Նախարարության տվյալները 19-ով պակաս են 57։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թվերի տարբերությունը բացատրում է նրանով, որ ծառայության հետ անմիջական կապ չունեցող դեպքերը եւս ընդգրկվում են տվյալների մեջ։ Անմիջապես ծառայության հետ կապ ունեցող եւ ծառայության մեջ գտնվող անձանց բոլոր դեպքերը միասին կազմում են 57 թիվ։ Եվ դա անհնար է որևէ կերպ կեղծել, որովհետեւ ինչպես պարոն Սահակոմյանը, այնպես էլ շատ ու շատ այլ մարդիկ իհարկե օգտվում են բաց աղբյուրներից։ Կարող են որոշ դեպքեր ներծառայական իհարկե, այս 57 թվի մեջ եմ ասում, քննությունները վերավորակումներ տան, բայց ծառայության հետ կապ չունեցող դեպքը բերել ծառայության հանգամանքների մեջ մտցնելը կարծում եմ սխալ է։ Արթուր Սաքունցը մտահոգիչ է համարում անվտանգության կանոնների խախտման հետևանքով մահացության դեպքերի աճը։ Հովհաննիսյանը հակադարձում է, դա պայմանավորված է մարտական ակտիվության բարձրացմամբ։ Ինչքանով է ջանք գործադրվում, այդ թվում նաև մարտական հերթապահության կանոնների պահպանման, տեխնիկական միջոցների պահպանման, զինվորների պատրաստվածության, մասնագիտական պատրաստվածության, այս հարցեր են, որոնք հենց վերաբերում են իրավունքների պահպանման, ուղղված կարևոր գործառույթներ, եւ մենք մեր մտահոգությունը իհարկե հայտնում ենք, եթե դիվիզիոնի հրամանատարը դիցուկ շաբաթը մի անգամ կամ օրը մի անգամ կարող է հանգիստ գնալ իր դիրքերը ստուգել, ապա բնականաբար ինտենսիվ կրակոցների պարագայում օրվա մեջ կարող է 5 անգամ գնալ իր դիրքերը ստուգել, եւ այդ ինտենսիվությունը կարող է բերել որոշակի պատահարների, սա բնական է, եւ ցանկացած ծառայած մարդ, ցանկացած բանակի հետ սեր չփում ունեցող մարդ սա շատ լավ գիտի, բայց իհարկե որևէ մեկին թող չթվա, որ պաշտպանության նախարարությունը նման հանգամանքներով եւ առավելապես հակառակորդի ակտիվությամբ փորձում է սրբագործել իր, ասենք, թերությունները, իր սխալները։ Նման բան չկա եւ լինել չի կարող։ Բանակն իրականում քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը բարձրաձայնում է այլ խնդիրների մասին եւս։ Նրա խոսքով սահմանափակվում է ծառայողների խղճի ազատությունը, բանակում հայ առաքելական եկեղեցու ներկայության պատճառով նաեւ ընտրական իրավունքի հետ կապված խնդիրներ կան։ Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ զինծառայողներն ազատ ընտրության հնարավորություն ունեն։ Մենք տարեվերջին էինք հանրաքվե եւ ես որպես դիտորդական խմբի անդամ ստանում էի համակարգող, ստանում էի բավական լուրջ ահազանգեր, որ բանակում չի պահպանվում ընտրական ազատ իրավունքը, միևնույն ժամանակ եւ բաց քարոզարշավ կա եւ բաց քվեարկություն կա եւ ստիպողական ինչ որտեղ քվեարկություն կա։ Զինծառայողները այլևս, սա ուզում եմ շեշտեմ նորից, զորամասից դուրս են գալիս առանց շարքի, առանց սպայի ուղեկցության, մոտենում են ընտրատեղամաս ազատ, որևէ այսպես հստակ զինվորական շարքով չեն գնում ընտրության եւ ազատ ժողովրդի ընտրում են։ Սա է կարևոր փաստը։ Մնացածը կան դեպքեր, խնդրում եմ դիմեք, խնդիր չեմ տեսնում։ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի պնդմամբ բանակում մահացության ու կանոնադրային հարաբերությունների խախտման դեպքերը նվազում են։ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, իրավապաշտպանների կողմից բարձրաձայնվող խնդիրները համակարգային բնույթ չունեն։ Երբ որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը արդեն ունի մի քանի հազար շրջանավարտ եւ մի քանի հազար ամբից ծառայող սպաներ եւ իր պատմության ընթացքում 1-2 սպանության դեպք, դա կոչվում է մասնավոր, կներեք, բայց մաթեմատիկան դա է ասում։ Արթուր Սաքունցը կարևորում է ռազմական օմբուդսմեն ունենալու խնդիրը։ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարկության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանն ասում է, որ արդեն կա մարդու իրավունքների պաշտպանի զինվորական հարցերով տեղակալի հաստիկ։ Կոնկրետ ամենայն դեպս կա երկու տիպի, այսինքն հիմնական երկու տիպ, մեկը որ գործում է պաշտպանության նախարարության կազմում, որը չեմ կարծում, որ մեր քաղաքացիական հասարակության կողմից ամենայն դեպս հաշվի առնելով ընդհանուր մոտեցումները դիտվի որպես արդյունավետ լուծում, որովհետև ամեն դեպքում լինելու են շահարկումներ, ամեն դեպքում դա դիտարկվել է, որ գործում է պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, հետևաբար նաև կատարում է այսպես ասած հանձնարարություններ։ Երկրորդ տարբերակը, երբ որ ստեղծվի առանձին ռազմական օմբուդսմենի ինստիտուտ կամ գործի ընդհանուր օմբուդսմենի ինստիտուտի շրջանակում, դա եւս հնարավոր տարբերակ է, որը ըստ էության արդեն մեր մոտ կա, այսինքն մասնագիտացված կա ստորաբաժանում կամ մասնագիտացված տեղակալ, որ այդ հարցերով զբաղվում է։